Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Հայ մարտիկ Արման Ծառուկյանը պաշտոնապես դարձել է Իլյա Թոփուրիա Ջասիդ Գեյջի տիտղոսային մենամարտի պահեստային մասնակիցը։ UFC Freedom 250 մրցաշարը կկայանա հուլիսի 14-ին Սպիտակ տան տարածքում։ Դանա Ուայթը հաստատել է, որ եթե գլխավոր մենամարտը չկայանա, հայ մարտիկը կպայքարի չեմպիոնական գոտու համար։ Միաժամանակ Ծառուկյանը պետք է 1 օր առաջ մենամարտի նաև Թոնի Ֆերգյուսոնի դեմ։ Պաշտպանության նախարարության փոխնախարար Արման Սարգսյանը հաստատել է, որ Հայաստանը դիվերսիֆիկացնում է պաշտպանական հարաբերությունները։ Նա հայտարարել է, որ Հնդկաստանի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից։ Ըստ Սարգսյանի, Երևանը ցանկանում է զարգացնել կապերը բոլոր երկրների հետ, որոնք աջակցում են խաղաղությանը։ Նա նաև վստահեցրել է, որ սա չի իրականացվում Ռուսաստանի հաշվին։ Մայիսի 9-ը Հայաստանում համարվում է եռատոն, միավորելով 3 կարևոր իրադարձություն։ Այն խորհրդանշում է հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրումը եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը։ 1945 թվականի այսօրը ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայում։ 1992-ի մայիսի 8-ից 9-ին հայկական ուժերը ազատագրեցին Շուշին։ Նույն օրը ստեղծվեց նաև Արցախի պաշտպանության բանակը։ Հայաստանում ողջ օրը անցկացվելու են հիշատակի միջոցառումներ եւ ծաղկադրումներ, սակայն 2020 թվականից հետո ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի Շուշին հանձնվեց։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 9-ին այցելել է Եռաբլուր Պանթեոն։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ եռագլուխը Փաշինյանն է, Ալիևը եւ Էրդողանը։ Քոչարյանը նաև ընդգծել է, իշխանավորների մոտ բացակայում է զոհվածների գործին հավատարիմ մնալը։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը մայիսի 9-ի ուղերձում հայտարարել է, որ Արցախը բռնազավթված եւ հայաթափված է։ Նա կոչ արել շարունակել պայքար արցախահայության իրավունքների պաշտպանության համար։ ՎՀՓ-ը նշել է, որ հաղթանակների հիշողությունը պետք է ուշ տա ներկայիս մարտահրավերների ժամանակ։ Ուղերձում հատուկ ընդգծվել է խաղաղության եւ ազգային միասնականության թեման։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չի տեսնում։ Նա անդրադարձել է նաև Երևանում Զելենսկու հայտարարությունների շուրջ աղմուկին։ Գրիգորյանի խոսքով Հայաստանը պարզապես հետևել է միջազգային ձևաչափին։ Նա նշել է, որ ծանոթ չէ Մոսկվայի շքերթի վերաբերյալ Զելենսկու հայտարարություններին։ Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև մեկնաբանել է Փաշինյանի խոսքերը Ղարաբաղյան շարժման մասին, նշելով, որ այսօրվա իրականությունը ցույց է տալիս վարչապետի հայտարարության տրամաբանությունը։ Նրա խոսքով, եթե նախկին ճանապարհը արդյունավետ լիներ, Հայաստանը այս արդյունքին չէր հասնի։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նյուզեեմի հետ զրույցում հայտարարել է, որ սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել են 3 կարևոր փաստաթուղթ։ Նրա խոսքով դրանք տեխնիկական բնույթի են, բայց կարևոր են հետագա աշխատանքի համար։ Փաստաթղթերը պետք է հաստատվեն երկու երկրների ներպետական ընթացակարգերով։ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ի ուղերձում հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ապրում են հաստատված խաղաղության պայմաններում։ Նրա խոսքով արդեն 2 տարի սահմանին զոհ եւ վիրավոր չկա, իսկ սահմանամերձ բնակավայրերը ապրում են առանց կրակոցների։ Վարչապետը սա անվանել է Հայաստանի անկախությունից ի վեր կարևորագույն ձեռքբերումներից մեկը։ Փաշինյանը հայտարարել է, որ այժմ գլխավոր խնդիրը ձեռքբերված խաղաղության ամրապնդումն է եւ անվտանգ ժողովրդավարական Հայաստանի կառուցումը։ Ազգային ժողովի նախագահ Սիմոնյանն էլ հայտարարել է, որ մայիսի 9-ը պետք է հիշեցնի խաղաղության կարևորության մասին։ Նրա խոսքով աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում Հայաստանը պետք է շարունակի կառուցել անվտանգ եւ կայուն պետություն։ Սիմոնյանը նաև ընդգծել է, որ խաղաղությունը պահանջում է մշտական ուշադրություն եւ խնամք։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Վեդի անչափահաս քույրերի գործով եւս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել։ Խոսքը ՎԵ-ի մասին է, որի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Իրավապահները շարունակում են հարցաքննել անչափահասների շրջապատի մարդկանց եւ գործով անցնող անձանց։ Ավելի վաղ նույն գործով արդեն 2 անձ կալանավորվել էր սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեղադրանքով։ Մենք Թրամփի ուղու հետ կապված պաշտոնապես հրապարակել ենք հետևյալ տրամաբանությունը։
Որ պահին անհրաժեշտություն առաջանա կոնկրետացնել անցումները Թրամփի ուղու հետ կապված, մենք այդ հատվածները առանձին կսահմանազատենք։ Այս մասին Նյուզեյեմի հետ զրույցում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հավելելով, որ գործընթացը ժամանակատար չի լինի։ Դիտարկմանը, որ ռուսական կողմը հիշեցնում է փոխվարչապետերի մակարդակով եռակողմ համաձայնությունների մասին, որտեղ եւս եղել են սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ, Մհեր Գրիգորյանը արձագանքել է։ Ապա շրջափակման հետ կապված հարցերը իրոք քննարկվել են եռակողմ աշխատանքային ֆորմատով փոխվարչապետերի միջև, բայց այդ աշխատանքային խմբի մանդատը սահմանափակված է եղել միայն ապա շրջափակման մասով։ Սահմանազատման հետ կապված մենք եռակողմ որևէ ֆորմատով քննարկում չենք ունեցել։